Բարև ձեզ։ Եթերում բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն նախապայմանը ընտրողների վարքի եւ որոշումների վրա ապօրինի ազդեցությունների բացառումն է։ Ընտրական գործընթացներում կոռուպցիայի կանխարգելման մեր կարողությունների եւ խնդիրների մասին այսօր կխոսենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանի հետ։ Շնորհակալ եմ շատ, որ ընդունեցիք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Գալստյան, մեր երկրում եւ թերևս ամենուր կոռուպցիայի դեմ պայքարը բազմաշերտ եւ բարդ գործընթաց է եւ այդ նպատակին հասնելու համար վերջին տարիներին մենք բազմաթիվ ինստիտուտներ ենք փորձել կառուցել երկրում, որոնցից ամեն մեկը ունի իր ֆունկցիաները իհարկե, բայց կարծում եմ հանրության համար դեռ այնքան էլ գուցե հստակ չէ, թե ով ինչով է զբաղվում, եւ ես կուզեմ, որ մենք սկսենք մեր խոսակցությունը նրանից, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս ողջ համակարգում ինչ դեր ունի, ինչով է զբաղվում, հատկապես ընտրական կոռուպցիայի կանխարգելման գործում, ինչ մանդատ ունեք դուք, ինչ լիազորություններ ունեք դուք։ Շատ լավ, շնորհակալություն։ Կանխարգելման մանդատի շրջանակներում հանձնաժողովը նախ եւ առաջ հիմնականում ուշադրություն սևեռում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, այսինքն պետական պաշտոն եւ համայնքային բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանում, շահերի բախում, վերջիններիս կողմից անհամատեղելիության կանոնների խախտում, այսինքն եթե հանրության համար ավելի պարզ լինի, նույն բիզնես գործընթացներում, որպեսզի չկարողանան ներգրավված լինեն կամ այլ պաշտոններ զբաղեցնել այլ մարմիններում, այդ թվում առևտրային մարմիններում եւ այլն։ Իհարկե օրենքը տարբերակումներ ունի, նույն падգամավորների մասով, ավականիների մասով հանձնաժողովը իրավասու չէ որևէ վարքագծի կանոնի կամ շահերի բախման վարույթ հարուցելու, որովհետև մեր հիմնական շեշտը այդ մասով ավելի ըստ սահմանադրության եւ ըստ օրենքների գործադիրի վրա է եւ համայնքային ներկայացուցիչների, բայց ամեն դեպքում հիմնական կանոնները վարքագծի տեսանկյունից դրանք են, հայտարարագրման ամբողջ գործընթացի կանոնակարգում, հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերը դա այն չէ, ինչ ներկայացնում են մյուս քաղաքացիները պետական եկամուտների կոմիտե, սա բավականին ծավալուն տեղեկատվություն է, որը ներառում է պաշտոնատար անձանց եւ իրենց ընտանիքի անդամների գույք, եկամուտ, շահեր եւ նաեւ ծախսերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Հաջորդիվ մեր գործունեությունը վերապահված է նաև բարեվարկության ուսումնասիրության ինստիտուտի շրջանակներում։ Մենք ստուգում ենք դատավորների, դատախազների, քննիչների, այս պահին դեռևս նաև հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու հավակնող անձանց, բայց նաև շրջանակը պիտի ընդլայնվի եւ առաջիկայում հնարավոր է գործադիրի թեկնածուների բարեվարկություն ստուգենք, ընդ որում բարեվարկություն ոչ միայն պաշտոնի անցնելիս եւ առաջխաղացում ունենալիս, այլ նաեւ հետագայում ընթացիկ բարեվարկություն, ինչը հնարավորություն է տալիս գործունեության ընթացքում կառավարել ռիսկերը։ Վերջերս կառավարությունը հաստատեց կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ փաթեթը, որով հանձնաժողովին այս պահին գործող նախագծով հնարավորություն է տրվելու պետական մարմիններում եւ պետական մասնակցությամբ ընկերություններում իրականացնելու կոռուպցիոն ռիսկերի գնահատում։ Դրա հիման վրա մենք կարողանանք անձանց պետական մարմիններին տանք ռեկոմենդացիաներ, թե ինչպես շտկեն եւ կառավարեն կոռուպցիոն ռիսկերը իրենց պետական մարմիններում։ Հաջորդիվ բավականին շատ լիազորություններ մենք ունենք, երևի այսօր եթերի չի երիքի, որպեսզի ես ամբողջ ամփոփ ասեմ, բայց հաջորդ խոշոր գործառույթը վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորմանը, ինչը եւ այսօրվա հիմնական թեման է։ Կուսակցությունների ֆինանսավորման նկատմամբ հանձնաժողովը իրականացնում է վերահսկողություն, որն է այդ վերահսկողության էությունը, ընտրական գործընթացում հիմնականում հանձնաժողովը միայն մեկ կոմպոնենտով է ներգրավված, մեզ նախընտրական գործընթացը սկսելիս, երբ որ արդեն կուսակցությունները գրանցվում են ավարտից հետո, բանկերը որոշակի պարբերականությամբ 3 աշխատանքային օրը մեկ հանձնաժողովին պետք է ներկայացնեն կուսակցությունների ֆինանսական շարժի վերաբերյալ տեղեկատվություն, մուտքեր, ելքեր եւ հաշվի ունեցորդ, իսկ հանձնաժողովը իր հերթին ամփոփում է տեղեկատվությունը եւ ամփոփ տվյալը հրապարակում։ Իհարկե մեզ համար կներեք կուսակցության գրանցման պահից, ոչ թե ընտրություններին
մասնակցության հայտ ներկայացնելու ընտրություններին հայտ ներկայացնելու գրանցման պահից այո իսկ ինչ վերաբերում է ընդհանուր կուսակցություններին, ընդհանուրը մենք տարեկան հաշվետվությունների ստուգում ենք իրականացնում, օրենքով իհարկե ներկայացված է, թե որ դեպքում ենք հիմնականում ստուգումը իրականացնում, բայց բոլոր կուսակցությունները մեզ տալիս են տարեկան կտրվածքով իրենց հաշվետվությունները, երևի տեղեկ եք նախկինում ազդարում էր հրապարակվում, հիմա մեզ մոտ արդեն մենք ունենք պորտալը, հրապարակային հասանելի է տեղեկատվությունը, մեզ մոտ տվյալները հրապարակվում են, մենք ըստ չափանիշների իրականացնում ենք սկզբում աուդիտ ենք կազմակերպում այն բոլոր կուսակցությունների համար, ովքեր շեմ բավարարում են եւ պիտի պետական ֆինանսավորում ստանան, իրենց համար մենք իրականացնում ենք ստուգում, հետո ստուգման հիման վրա նաեւ որոշ դեպքերում ովքեր որ ստանում են պետական ֆինանսավորում, ազգային ժողովին եւ կառավարության ներկայացնում ենք տեղեկատվություն, թե արկա են արդյոք հիմքեր վերջիններիս ֆինանսավորում տրամադրելու, թե ոչ, ընդ որում ֆինանսավորումը երկու տեսակի է, հիմնական պետական ֆինանսավորում եւ նպատակային ֆինանսավորում, որը երկու նպատակ է, նախկինում 3 էր, վերջին օրենսդրական փոփոխություններով երկու նպատակ։ Մեկը սեռային ներգրավվածությունը, երկրորդը տարածքային ներգրավվածություն։ Հանձնաժողովը այդ ամենի հիման վրա ներկայացնում է հաշվետվություն ստուգում է եւ ներկայացնում է առաջարկի հիման վրա կուսակցությունները ստանում են իրենց հասանելիք ֆինանսավորումը։ Ինչ է տեղի ունենում, եթե հանձնաժողովը տալիս է, ինչպես է դա կոչվում, բացասական եզրակացություն, որևէ նման դեպքում, այսինքն ենթադրենք կուսակցությունը խախտել է օրենսդրությունը ֆինանսավորման թափանցիկության կամ ֆինանսավորման աղբյուրների կամ ցանկացած այլ արչական գուցե կամ նաև կարող է որոշ դեպքերում քրեական դուք իհարկե չեք քննում գործերը որպես այդպիսի, նաև երևի ճշտենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն է զբաղվում հիմնական, ես եթե այսպես սովորական քաղաքացու իմ պատկերացումներով, իմ համար այսպես եմ բաժանել, որ հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է ուժային գործողություններով, այսինքն իրավապահ գործողություններով, կոռուպցիոն ոլորտում, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ավելի այսպես կանխարգելիչ եւ քաղաքացիական դեր ունի, ճիշտ եմ հասկանում։ Համարյա, ի տարբերություն կանխարգելման շատ այլ երկրներում գործող մոդելների, մենք կարողանում ենք կիրառել դույժեր, այսինքն եթե այլ դեպքերում վարչական դատարաններն են դույժերը կիրառում, մեր դեպքում ցանկացած խախտում, որ մենք արձանագրում ենք, դույժերը ինքներս ենք, վարչական վարույթը իրականացնում ենք, մենք դույժերը տալիս ենք մենք։ Հիմա կուսակցությունների մասով եթե անդրադառնանք, տեսեք, մենք երբ որ ստուգումը իրականացնում ենք, այդտեղ նայում ենք արդյոք արկա են վարչական վարույթ հարուցելու հիմքեր, կամ եթե արդյոք կա հանցակազմի տար, հաղորդում ենք ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտե, ճիշտ եք ասում։ Մեր տարանջատումը, նաև մեր բոլոր նույն հայտարարագրերի այլ գործառույթների շրջանակներում տարանջատումը հետևյալն է, քանի դեռ վարչական է վարույթը իրականացնում ենք մենք կամ այլ տեսակի վարույթներ շահերի բախման եւ այլի, որ պահից որ մենք տեսնում ենք հանցակազմի տար, այսինքն տեսնում ենք, որ հանցագործություն է տեղի ունեցել գոնե առնվազն մեր կարծիքով։ Այդ դեպքում, այո, առերևույթ ենթադրյալ հանցագործություն, այդ դեպքում մենք հաղորդում ենք ներկայացնում դատախազությունը արդեն ըստ իրավասության բաշխում է, ըստ ենթակայության բաշխում է քննչական մարմինների միջև։ Հասկանալի է։ Տիկին Գալստյան, մենք խոսում ենք կառուցակարգերից եւ այսպես դերերի բաժանումից, բայց ես կուզենամ վերադառնանք գուցե բացման իմ խոսքում ես նշեցի, որ ընտրողների վարքի եւ որոշումների վրա ապօրինի ազդեցությունները կանխելու համար եւ դրանից հետո անմիջապես կոռուպցիայի մասին խոսեցինք, գուցե այս կապը այդքան ակնհայտ չի մարդկանց համար, ես երևի արժի մենք դա փորձենք սահմանել, որովհետեւ կոռուպցիան իհարկե այսօր բոլորը արդեն ինձ թվում է բոլորը գիտեն, որ կոռուպցիան դա միայն կաշառքը չի եւ կոռուպցիան այդ ֆիզիկական այդ գործողությունը չի մեկը մյուսին կանխիկ գումար փոխանցած, որը կարծում եմ բոլորը արդեն գիտեն, որ եւ տալը եւ ստանալը դա հանցագործություն է, բայց ընտրողների կամքի վրա ազդեցությունը ինչպես է կապվում կոռուպցիա, այսինքն կոռուպցիան ինչպես է, դե ենթադրենք, ասում են, դե հիմա ենթադրենք ինչ որ մեկը կոռուպցիայով է զբաղվում, դե հա լավ չի, բայց ինչ կապ ունի, մարդ թողում ուզում է գնա ընտրի, ինչով է դա կապվում իրար հետ, այսինքն ինչով է կոռուպցիան վատ ազդեցություն համարվում ընտրողների վարքի, կամքի, որոշումների վրա։
որտեղ այդ կապը։ Տեսեք, կոռուպցիան ամեն ինչի վրա ունի ազդեցություն ու վճռորոշ ազդեցություն։ Հիմա ինչպես հասկանալ ազդեցություն ունենք, թե չէ։ Նախ ընտրականի մասով ուզում եմ ասել, որ ես ինչպես նշեցի, մեր դերը մի փոքր ավելի ֆորմալ է։ Մենք հետո արդեն post factum կարողանում ենք կուսակցությունների ֆինանսավորումը տեսնենք, թե ինչ գործընթացներով է իրականացվել, արդյոք ազդեցություններ եղել են թե չեն եղել նույն ֆինանսական տեսանկյունից եւ այլն։ Բայց խոշոր պատկերով ընտրական գործընթացներում կաշառք տալ, ստանալ կամ որևէ կերպով նույն վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն հանձնաժողովը իրավասու չէ, բայց ամեն դեպքում, որովհետեւ դա արդեն քրեական դաշտ է գնում, ամբողջը քրեականացված է, բայց ամեն դեպքում ինչ ենք մենք անում, մենք ընդհանուր ֆինանսավորման տեսանկյունից ցանկացած ֆինանսավորում նույն արտաքին ազդեցությունը եւ այլն ինքնին թույլատրելի չէ, այսինքն նույն օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրելի չէ կուսակցությանը ֆինանսավորում կատարել եւ այդ ամբողջը իրավաբանական անձանց կողմից իհարկե օրենսդրի նպատակը եղել է որ բիզնեսը չսերտաճի կուսակցությունների եւ չսպասարկի քաղաքական շահեր այդ նպատակով է տարանջատումը եղել ընդհանրում եմ օրենսդրի բայց դա եւս ինչքան էլ որ կարող է մեզ թվա թե որն է խնդիրը եթե օտարերկրյա քաղաքացին ինչ որ X կուսակցության կատարի նվիրատվություն, բայց այդտեղ եւս կան կոռուպցիոն ռիսկեր եւ ավելի քաղաքական ազդեցության ռիսկեր, դրա համար օրենսդիրը գնացել է այն ճանապարհով, որ պիտի բացառվեն բոլոր այդ նմանատիպ միջամտությունները եւ կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն բացառապես մեր քաղաքացիների նվիրատվությունների կամ այլ օրենքով թույլատրված աղբյուրներից, այսինքն մենք ինքներս պետք է ազդենք թե այն որոշման վրա թե ում ենք ուզում տեսնել իսկ ֆինանսավորումը ինչպես բոլորս գիտենք շատ կարևոր դեր է խաղում հետագայում արդեն կուսակցությունների ընտրության ընտրական գործընթացների վրա իհարկե դա ավելի ստվերային հատված է որովհետև թվում է որ ընտրություններին հիմնական խնդիրը կայանում է թե ով գնաց ընտրության, ինչի ազդեցության ներքո գնաց, այդ քարոզչությունը ինչ գործընթացով իրականացվեց եւ այլն, բայց եթե չլինի ֆինանսավորում, այսպես ասած, նույն քարոզչությունը, քարոզչական այդ հոլովակները, պաստառները եւ այլն, ինչպես պիտի քաղաքացիների հետ կոմունիկացվի, ինչպես պիտի այդ ամեն ինչը կազմակերպվի, դա լրիվ ֆինանսավորման հարց է։ Ուստի այստեղ է հենց որ կոռուպցիայի կանխարգելումը ունի իր վճռորոշ դերը։ Հիմա եթե հաջորդիվ ես ենթադրում եմ պիտի ասեք ինչ խնդիրներ ունենք, խնդիրը իհարկե այն է, որ մեր ստուգումը post factum է, այսինքն մենք ընտրական գործընթացներում չունենք իրավասություն, ավելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավապահների հետ իրենք են այդ գործընթացը վերահսկում։ Հետո արդեն մենք հետագա արդեն կանխարգելիչներն մի կողմից ավելի ուշ ենք արձագանքում, բայց նաև հետագա ընտրությունների համար է կանխարգելիչ դեր, որպեսզի հնարավոր լինի հսկել, որ ոչ թույլատրելի նվիրատվությունների կամ ֆինանսավորման աղբյուրների միջոցով հնարավոր չլինի կանխորոշել ընտրական գործընթացները։ Տիկին Գալստյան, նաև որտեղ այստեղ էլի նորից բառերի ընտրությունը կարևոր է կանխարգելման մասին ենք խոսում։ Հիմա օրինակ իմ նախկին հյուրերից մեկը մի այսպիսի սցենար է նկարագրում, ասում է, այո, բնականաբար մենք ունենք բոլոր այդ կառուցակարգերը, ինստիտուտները, օրենքները բավականին լավն են, խոսեցիք հիմա բացահայտ կոռուպցիոն հանցագործությունները թերևս այդ բուրգի ինչ որ ընդամենը փոքր մասն են, մնացածը բոլորը շատ ավելի թաքնված ձևերով են իրականացվում եւ շատ հաճախ նույնիսկ դժվար է հասկանալ առավել եւս քաղաքացու համար արդյոք սա կոռուպցիա է թե ոչ, արդյոք սա ինչ որ անթույլատրելի բան է թե ոչ, բայց մի այսպիսի սցենար, օրինակ կուսակցություն չի, հասարակական կազմակերպություն է, որը տարիներով բարեգործությամբ է զբաղվում ու բարեգործության դեմ ոչ մի վատ բան չասենք, բայց նպատակա ուղղված մարդկանց ինչ որ խմբի կամ խմբերի ֆինանսական, բնամթերային տարբեր տեսակի օգնություն է տալիս եւ այսպես հաստատվում է որպես վստահելի քաղաքացիների մասին մտածող, այսպես հոգատար մի կառույց եւ ընտրությունների եւ հավաքագրում է ֆինանսական միջոցներ դոնորներից, տարբեր տեղերից, որը մենք բնականաբար առանձնապես չենք հսկում, հա, չնայած ՀԿ-ների մասին օրենքով որոշակիորեն հսկում ենք, բայց այդ իմաստով շատ ավելի քիչ են իրենք ուշադրության կենտրոնում։ Եվ ասենք օրինակ ընտրություններից 3 օր առաջ
կամ չգիտեմ, օրենքի թույլատրված ժամկետում 2 ամիս առաջ, 6 ամիս առաջ գրանցում են կուսակցություն, այդ նույն անունը, ասում են մենք հիմա կուսակցություն ենք, ընտրեք մեզ։ Ակնհայտ է, որ ավանդական կուսակցությունները այդտեղ փաստորեն շահած չեն դուրս գալիս մեղմ ասած, որովհետև իրենք աշխատել են լրիվ ուրիշ սխեմայով, այս մարդիկ ենթադրենք արդեն արել են ինչ որ արել են եւ հիմա դարել են հանկարծ կուսակցություն։ Այս մեխանիզմները ոնց են, այսինքն այս մեխանիզմները ձեր ուշադրության կենտրոնում են կամ դուք փորձում եք ինչ որ ձևով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել կամ խորհուրդ տակ նախաձեռնել, ինչ որ ձևով այս կարգավորելը հնարավոր է, թե չէ ձեր կարծիքով։ Տեսեք, այս պահին մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ ամեն չասեմ րոպե, բայց ամեն ժամ նոր խնդիրներ են ի հայտ գալիս այդ թվում ընտրական գործընթացների վրա։ Երևի նույն եվրոպական արևելյան Եվրոպայի երկրներում ընտրություններից մենք դաս ենք քաղել, թե ինչքան ավելի շուտ կերևա դաս քաղել ենք, թե չէ, բայց առնվազն գոնե արձանագրել ենք, թե ինչպիսի խնդիրներ են լինում նույն հիբրիդայինը կամ ինչ որ ձևի այլ կերպ ֆինանսավորումները կրիպտոյի հետ կապված, հիմա երբ որ արդեն կրիպտոն ակտիվացել է ու այդտեղ էլ չեն կարողանում վերահսկողություն իրականացնել, հիմա ո՞րն է մեր խնդիրը։ Այն, որ հանձնաժողովը վերահսկողություն իրականացնում է հաշվետվությունների միջոցով, դա մեզ հնարավորություն է տալիս մեկ ինքներս կարողանանք տեսնենք, թե կուսակցությունների ինչ գումարներ է ներկայացրել, կուսակցություններն ինչ գումարներ են ներկայացրել իրենց հաշվետվություններում, ընդ որում մենք ստուգման ընթացքում նաև փորձում ենք բաց աղբյուրներով նայել, տեսնել ինչպիսի ծախսեր են իրականացվել, այո, եթե օրինակ ինչ որ կուսակցություն շարժ չի ենք տեսել մենք ինքը որևէ գույք չունի հայտարարագրած կամ ներառած հաշվետվության մեջ ավելի շուտ, բայց մենք տեսնում ենք, որ պարբերաբար ինչ որ հոլովակներ կամ ինչ որ միջոցառումներ են կազմակերպվում, այդտեղ մենք ունենք կուսակցությանը հարց։ Դիմում ենք, ասում ենք, խնդրենք ներկայացնել, եթե դուք բանկային հաշվով չունեք շարժ, ինչպես է հնարավոր, որ դուք կարողանաք այսպիսի միջոցառումներ իրականացնել։ Այստեղ մենք ինչ որ չափով կարողանում ենք, եթե կարողանանք կասկած գեներացնել, արդեն պետք է հասկանանք նաև ինչ հոդվածի տակ դա կարող ենք որպես հաղորդում ձևակերպել։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասածին, երևի ավելի ճիշտ կլինի դրան իրավապահները արձագանքեն, բայց իմ կարծիքով այս պահին այդտեղ որևէ կարգավորումներ չկան։ Բայց իմ ասած վերահսկողությունը 1, երկրորդը հրապարակայնություն։ Ինչա պետք անել, այդ կուսակցությունների հաշվետվությունները հրապարակային են, բոլոր տվյալները հրապարակային են, որպեսզի պետական մարմինները ինքնին նախ մի կողմից հնարավոր չի ամբողջությամբ այդ ծավալները վերահսկել, նաև քաղաքասահակության եւ լրագրողների համագործակցության կարիք ունենք մենք ու մինչև պահը բավականին ակտիվ համագործակցություն իրականացնում է, բայց մյուս կողմից էլ որ կարողանանք հասկանալ, թե ինչ ռիսկեր ունենք, նաև հետագայի համար կանխարգելման տեսանկյունից։ Ձեր ասածը հիմա մենք չենք կարող նախապես ենթադրել, որ ինչ որ X հասարակական կազմակերպություններ կամ բարեգործական կազմակերպություններ հետագայում գուցե բացեն կուսակցություն ու այդ ամբողջ իրենց կուտակած փորձով կամ այդ քաղաքացիների խմբով, ովքեր որ իրենք են աջակցել, ովքեր որ իրենց հետ համագործակցում են, գուցե կուսակցություններին ընտրեն։ Ես կարծում եմ դա նորմալ գործընթաց է, ինչքան էլ որ այս պահին օրենքով արգելված չի։ Հա, այն ինչ որ օրենքով արգելված չի, թույլատրելի է, դրա համար հիմա չեն կարող բոլորին վերահսկել, տեսնել, որ հասարակական կազմակերպությունը այս պահին ունի մեծ ներգրավվածություն քաղաքացիների շրջանում, որ հետագայում հնարավոր է եւ մասնակցի ընտրություններին, ուստի դրա տեսանկյունից նաև իրենց այդ պրիզմայով դիտենք։ Ես կարծում եմ դա ճիշտ չէ, մենք ավելի լավ է այն բոլոր գործիքակազմերը, որ ունենք դրանց միջոցով, փորձենք տեսնել եւ փորձենք նաև հանրությանը տեղեկացնել այդ նույն ձեր ասած ռիսկերը, եթե օրինակ քաղաքացին տեսնում է, որ, չգիտեմ, դիցուկ ինչ որ X անձ իրեն օգնություն է տրամադրել, բայց հետո ակնկալելու է, որ այդ անձը քվեն ստանա, այլ հարց է, որ քաղաքացին ինքնուրույն է որոշում այդ ուժին ընտրել, բայց երբ որ ինչ որ այլ միջամտություն կլինի, դա արդեն օրենքով սահմանված այլ հանցակազմերի եւ այլ գործիքների շրջանակներում պիտի համարժեք պատասխանատվության ենթարկվի։ Ընտրողը ինչպես տարբերակի թե իր հետ կատարվողը ապօրինի է, թե ոչ։ Այսինքն կոպիտ ասած փորձենք հասկանալ, ինչ չի կարելի, ինչ չեն կարող անել տարբեր մարդիկ, գործատուն, կուսակցությունը, տեղական ինքնակառավարման մարմինը,
քաղաքապետարանը, մարզպետարանը, կառավարությունը, կուսակցությունը ինչ չի կարող անել կամ ինչ անելու դեպքում պետք է ընտրողի մոտ հարց առաջանա, որ այստեղ մի բան այն չէ։ Բացի բնականաբար, այսպես բացահայտ փող առաջարկելուց ինչ որ մի գործողության դիմաց, որը ակնհայտ է, ինձ թվում է այդ մարդիկ էլ բոլորը գիտեն, որ դա հանցագործություն է եւ վերցնելն է հանցագործություն տալն է։ Մնացած այդ ոչ այնքան ակնհայտ դեպքերը, այ վարչական ռեսուրսից ենք խոսում, հա։ Ինչա դա, որ դեպքում պետք է մարդը մտածի, որ ինչ որ մի բան այստեղ այն չէ։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում, ընդ որում բացարձակ մեզ հետ այդքան էլ կապ չունի, որովհետև մենք այդ ամբողջ ընտրական գործընթացներում նաև կրթական գործառույթներ չենք իրականացնում, մենք կրթական գործառույթ իրականացնում ենք լրիվ այլ գաղափարով։ Բայց հիմա այստեղ մենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստին, երբ որ քննարկում ենք, փաստացի եկանք մի իրավիճակի, որ պետական մարմինները իրենք էլ շատ դեպքերում, քանի որ տարընկալման առիթ կարող է հանդիսանալ կամ մեկնաբանման դաշտում է, իրենք էլ կարիք ունեն հասկանալու, թե որն է վարչական ռեսուրսի չարաշահում, կոնկրետ գործողությունը կարող է համարվել, կարող է հատել հանցակազմի շեմը, թե չի կարող հատել, դրա համար հիմա նախաձեռնել են, եթե չեմ սխալվում, Մարդահրատարության նախարարությունն է նախաձեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ այլ մարմինների հետ, այս պահին արդեն ձեռնարկներ են մշակվում, մենք էլ մեր մասով աջակցություն կցուցաբերենք, որքանով որ վերաբերելի լինի, թե ինչ է նշանակում օրինակ վարչական ռեսուրսի չարաշահում, որ գործողությունները շատ ավելի պարզ մատչ է լինում քաղաքացիների համար էլ, որ կարողանան այդ կրթական գործառույթները իհարկե տեղյակ են, որ հատկապես հասարակական կազմակերպությունները այդտեղ բավականին ակտիվ դեր ունեն, բայց դա չպիտի թողնենք միայն հասարակական կազմակերպությունների խղճին, այսպես ասած, պետական մարմինները իրենք էլ պետք է զբաղվեն, դրա համար հիմա մենք մի տարուց քիչ ժամանակ ունենք, պիտի կարողանանք այդ բոլոր ուղեցույցները եւ այլ հոլովակների միջոցով առնվազն գոնե կրթական գործառույթների տեսանկյունից անձանց հասանելի դարձնենք, թե որն է խնդրահարույց, որը կարող է դիտվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, իրենց ինչ որ բան ասելը երբ կարող է հատել թույլատրելի շեմը եւ այլն։ Այդ ամբողջը ես լիահույս եմ, որ կարողանանք առաջիկայում այդ ուղեցույցները սահմանենք ու իրավասու մարմինները վերապատրաստումներով կզբաղվեն։ Երևի այս բանի դրությամբ միայն, չգիտեմ, հորդորենք, որ ցանկացած պահի, երբ որ կասկած է առաջանում, որ ինչ-որ մի բան այն չէ, ամեն դեպքում արժի ճշտել, որովհետև այդ ինտուիտիվ թեկուզ մակարդակում գուցե եւ ինչ-որ բաներ հասկանալի դառնան։ Առնվազն ցանկացած բան հարկադրելը կամ ինչ-որ միտեղ թեկուզ տենց, չգիտեմ, սիրաշահելով ինչ-որ միտեղ կանչելը, ինչ-որ մի բան խնդրելը առնվազն պիտի մտահոգություն առաջացնի, չեմ ասում, որ հաստատ խնդրահարույց է, բայց մտահոգիչ պիտի լինի ու անձանց համար ազդակ առաջանա, որպեսզի իրենք վստահ լինեն, որ իրենց ձայնը որևէ կերպ չի լինելու ինչ-որ մանիպուլյացիաների առարկա։ Եվ երևի վերադառնանք թերևս ամենակարևոր հարցին, ընտրությունները ծայրի ետևում չեն, խնդիրներ իհարկե կան, կարծում եմ, եւ ինչ եք կարծում ձեր տիրույթում արդեն գտնվող խնդիրների վերաբերյալ, ինչ որ բաներ կան, որ հնարավոր է հասցնել, բարելավել, շտկել մինչև հաջորդ ընտրությունները, հատկապես կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ։ Շատ լավ, շնորհակալություն, տեսեք, այս պահին ընտրական օրենսգրքով կա կարգավորում, որի իմ ասած նույն հրապարակելու տեսանկյունից առնվազն որ թափանցիկությունը ապահովենք, մենք ունենք դրույթ, որ բանկերը ներկայացնում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամփոփ տեղեկանք է հրապարակում։ Հիմա առնվազն այստեղ մենք կարող ենք օրենսդրորեն մի քիչ ավելի բացվածք տալ, որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից, եթե հիմա մենք սիրով կհրապարակենք այդ ամբողջ տեղեկատվությունը, թե որ կուսակցությունները, որ անձանցից են նվիրատվություններ ստացել, ինչ չափով եւ այլն, բայց նաեւ հաշվի առնելով անձնական տվյալների խնդիրները, որոնք կարող են առերևույթ հանդիսանալ, իհարկե այստեղ դեռ չեմ ուզում վերջնական ասեմ, որ չեն հրապարակելու, որովհետեւ պիտի փորձենք հասկանալ նույն հանրային շահը եւ այլն, բայց քանի դեռ կան անձնական տվյալների հրապարակման ռիսկեր, շատ ավելի մեզ համար թույլատրելի եւ նախ
նախընտրելի կլիներ, որ օրենքը հստակ սահմաներ, թե ինչ տվյալներ հանձնաժողովը կարող է հրապարակել, որ հստակ նշեր, որ ցանկացած նվիրատվության վերաբերյալ տվյալ հանձնաժողովը հրապարակում է, որպեսզի մենք էլ մեր փոքր մանդատի շրջանակներում ընտրական գործընթացի այդ տվյալները կարողանայինք հրապարակային հասանելի դարձնել։ Երկրորդը այդ real time monitoring-ի իրավասությունը հանձնաժողովը չունի ու ես կարծում եմ երևի ողջամիտ է, որ մենք չունենք, որովհետև մեր դեպքում խնդրահարույց կլիներ այդ փոքր ռեսուրսի շրջանակներում ամբողջ ընտրական գործընթացները վերահսկելը ու նայել թե որտեղ ինչ ռիսկ եղավ, բայց առնվազն գոնե կարող են հանձնաժողովը ունենալ իրավասություն ընտրական գործընթացներում, եթե ֆինանսավորման հետ կապված ռիսկեր ունի, ինչ որ չափով կարողանա այդ տվյալը արագ վերլուծի ու ներկայացնի իրավապահներին։ Գոնե չեմ ասում ստուգման գործառույթ, բայց ազդակի տեսանկյունից մենք էլ կարողանանք հաղորդումներ ներկայացնել ու ինքներս ինչ որ չափով ներգրավված լինենք այդ գործընթացին։ Տիկին Գալստյան, ես բոլոր իմ հյուրերին վերջում մի հարց եմ տալիս, ձեզ էլ եմ տալու այդ հարցը բլից ռեժիմով։ Խորհրդարանական ընտրություններն են ամենամոտակա կարծես թիմերում էլ ընտրություններ ունենք գալիք, բայց ամենաայսպես մասշտաբային մեր ընտրությունները ակնկալվող 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են։ Մենք ունենք որոշակի հարցումների տվյալներ, որոնք բնականաբար պարբերաբար թարմացվում են, ARI տվյալների մասին կարող եմ խոսել, որ ընտրողների որոշ տոկոս արդեն հիմիկվանից, այսպես ասում եմ, ես չեմ գնի, եթե լիներ ընտրությունները հիմա, ես չէի մասնակցի եւ հատկապես այս դիրքորոշումը երիտասարդ ընտրողների շրջանում է տարածված եւ ես իմ հարցը հետեւյալն է, այ նոր ընտրողներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են իրավունք ունենալու ընտրություններին մասնակցել, ինչու պետք է ընտրողը գնա եւ մասնակցի ընտրություններին։ Մի քիչ համ քաղաքական հարց եք տալիս, համ քաղաքացիական հարց եք տալիս, քաղաքացիականի տեսանկյունից ես միշտ կարծում եմ, որ ցանկացած որոշում նաև մեզնից է կախված, անկախ նրանից, թե խոշոր պատկերում մենք ինչ փոքր մասնիկ ենք, բայց ամեն դեպքում մասնիկ ենք, դրա համար այդ կաթիլը հետո դառնում է գետ։ Ես հորդորում եմ, որպեսզի բոլորը հավատան, որ իրենք ինչ որ չափով կարող են ինչ-որ բան փոխել։ Քանի որ մենք պատմության ընթացքում էլ տեսել ենք, որ շատ դեպքերում այդ ապաթիան եղել է, ապաթիայի արդյունքում կան օբյեկտիվ պատճառներ, կան սուբյեկտիվ պատճառներ, բայց ես մեզ ցանկանում եմ մեզ բոլորից, որ մենք չդադարենք հավատալ, որ մենք իրականում կարող ենք փոփոխություններ կատարել ու ցանկացած փոփոխություն նաև մեզնից է կախված։ Դրա համար ընտրությունը այդ առաջնային շեմն է հասկանալու համար, թե ինչ կարող ենք մենք անել։ Հետո չբողոքենք, սկզբում կանխենք, ինչը նաև մեր մանդատի ձևքում, որովհետև շատ ավելի հեշտ է կանխարգել, շատ ավելի բարդ է կանխարգելելը, բայց շատ ավելի կարևոր է, քան հետո արդեն խնդիրները ֆիքսելը։ Այո, շնորհակալություն, շատ կարևոր է այսպես շեշտադրումով ավարտենք մեր հարցազրույցը, շնորհակալ եմ։